Ամբողջությամբ ջրի մեջ է։ Իսկապես հետաքրքիր է թե այս թունելն ուր է տանում։ Իսկ ովքեր ունեն կլաուստրոֆոբիա, խնդրեմ, եկեք ու բժշկվեք։ Ինչևէ տակ շատ հետաքրքիր գտածո ունենք, որը հայտնաբերել ենք շինարարության ընթացքում, չգիտեինք, որ տան տակ sense բան կա, ու չգիտեինք, որ մեր բառի մեջ կարող է մի օր թունել բացվի։ Քարանձավագետների խումբ եկավ, միասին մինչև վերջ գնացինք, պարզեցինք ինքը ինչ է, բայց հիմա չեմ ասի գաղտնիք է, եկեք պատմեմ ուր է գնում, որ երկիր է գնում, ուր է բացվում այս քյարիզը։ Անցած հաղորդման ընթացքում մենք հասցրեցինք զգալ քաղաքը, բայց այս անգամ եկել ենք տեսնել ավելին՝ բակեր, արվեստ, մարդիկ, ու եթե դուք պատրաստ եք, մենք շարունակենք մեր ճանապարհը Գյումրիում, քաղաքում, որտեղ փողոցն իր հետ տանում է անցյալ, իսկ մյուսը տանում է դեպի ապագա, իսկ երկուսը միասին ներկան են։ Ուր գնալ, դե իհարկե Գյումրի։ Գյումրու փողոցներում ամեն ինչ պատմություն ունի՝ ճարտարապետությունը, բակը, իսկ ամենակարևորը մարդիկ, ովքեր պարզ են ու շիտակ, ժպտում ու բարևում են անծանոթին ու բարի են առանց պատճառի։ Գյումրին մի ամբողջական էմոցիա է, կերպար, որը չի փոխվում, անկախ ժամանակից։ Գյումրու բակերը առանձին աշխարհ են։ Այստեղ իրական կյանքի թատրոն է, որտեղ ներկայացումները խաղում են բաց երկնքի տակ, առանց բեմի ու հանդիսատեսի։ Բակերում է ծնվում գյումրեցու հումորը։ Եթե մի քիչ ուշադրի լինեք, կհասկանաք, որ հումորը այստեղ միայն ծիծաղելու համար չէ, միայն անելու համար չէ։ Հումորը Գյումրիում ապրելակերպ է։ Գյումրու բակերում մարդը մենակ մնալ չի կարող, եթե նույնիսկ դա շատ ուզի։ Հենց դա է Գյումրու գաղտնիքը։ Իսկ հիմա մենք գտնվում ենք մի պատմական բակում, որտեղ նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» ֆիլմի մեծ մասը։ Սա Աբովյանի ճեմափողոցն է։ Այստեղ հանգստյան օրերին միշտ մարդաշատ է ու տիրում է ուրախ բարձր տրամադրություն։ Ու ինչքան ուրախ ու երջանիկ եմ ես, որ քաղաքս հենց այսպիսին եմ տեսնում։ Գյումրեցու հումորն այնպիսին է, որ մի ձեռքով ծիծաղեցնում է, մյուս ձեռքով սրտիդ կպչում։ Խոսքը հումոր է թվում, բայց մենք գյումրեցիներս նույնիսկ ամենադաժան պատմությունը այնպես ենք պատմում, որ վերջում դեմքիդ ժպիտ է հայտնվում, ու այդ ժպիտը դառնում է կյանքի հետ լեզու գտնելու ձևը։ Իսկ իմ հետևում անեկդոտների պատն է։ Այստեղ գրված են իսկական գյումրվա կատակներ, վերցված փողոցներից, կենցաղից ու ոչ մեկը հորինվածք չէ, բոլորը լսած են, ածված են, ապրած են։ Ու եթե ուզենաք հասկանալ, թե ինչու է Գյումրին Գյումրի, ուղղակի եկեք այս պատի մոտ։ Սա հուշարձան չէ, սա թանգարան չէ, սա կյանքի ու ծիծաղի խառնուրդն է, գրված պատի վրա։ Իսկ դուք գիտեք, որ Գյումրին հայտնի է նաև առեղծվածային ստորգետնյա թունելներով։
Այո, մենք հատուկ ձեզ համար եկել ենք, որպեսզի ցուցադրենք այդ թունելը, որն ըստ վարկածի, չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, տանում է դեպի Կարս։ Մենք այժմ Ինչևէ գինու բառում ենք, որտեղ եւ գտնվում է թունելը։ Եկեք։ Ինչևեն շատ գեղեցիկ ու էսթետիկ վայր է հատուկ այն մարդկանց համար, ովքեր ունեն բարձր գեղագիտական ճաշակ եւ գեղեցիկը տեսնելու, գնահատելու կարողություն։ Խնդրեմ ինքներդ տեսեք, թե ինչ գեղեցիկ անկյուն է։ Ես Դավիթ Ավետիսյանն եմ, Գյումրու Ինչևէ գինեբառի համահիմնադիր է։ Մենք 2019-ին գնել ենք այս տունը ու տան տակ կար ավտոտնակը վերակառուցեցինք, որովհետև ես մեքենա չէի վարում, կինս մեքենա չէր վարում ու ափսոս էր Գյումրու կենտրոնում ունենալ sense մեծ տարածք ու օգտագործել որպես ավտոտնակ։ Մենք որոշեցինք իրան հանրային տարածք սարքել ու բացեցինք Ինչևէ գինու բառը։ Ինչևէի տակ շատ հետաքրքիր գտածո ունենք, որը հայտնաբերել ենք շինարարության ընթացքում, չգիտեինք, որ տան տակ sense բան կա, ու չգիտեինք, որ մեր բառի մեջ կարողա մի օր թունել բացվի, ու այս մեր համար տենց մեր բառի ֆիշկան ասած դառել, ու մարդիկ գալիս են, որ տեսնեն Գյումրու ստորգետնյա թունելներից մեկը, որի սկզբնաղբյուրը հենց իր մեջ իրականում ջուր կա մի քիչ կուտակված, որովհետև իր մեջ ջրի աղբյուրներ, ջուրահոսում, ու մենք տան տակ ունենք տենց անվերջ ջուր, որը կարող ենք օգտագործել նաև կենցաղային կամ ոռոգման նպատակներով։ Իհարկե մեր համար անակնկալ էր այս հայտնաբերելը, որովհետև տանտակ թունել, չգիտես, էլի թունելը ուր է գնում ու մարդափոր թունել է, ոչ թե բնական թունել է, պատերին գործիքների տեղեր կա, մոմերի տեղեր կա, մարդիկ մոմեր են դրել, որ լուսավոր են թունել, ոտքերի եւ ձեռքերի տեղեր կա, որ մարդիկ կարողանան նաև մագլցել պատերով, որ հատակին չդիպչեն, որովհետև հատակին ջուր ունենք, ու մեր համար հետաքրքիր էր այս ինչա, տարբեր մասնագետներ եկան, տարբեր վարկածներ, ինչ պատմություն ասես չենք լսել այս թունելի մասին, էլ դեպի ճանապարհ դեպի Թուրքիա, էլ ապաստարան, ջրի աղբյուր, լիքը վարկածներ լսեցինք, նաև մասնագետների հետ քննարկեցինք։ Մասնագետները ասում են, որ սա հավանական է, որ քյարիզ է, երկրորդային քյարիզ է համարվում, որոնք տենց քաղաքի տակ փորվել են Ալեքսանդրապոլյան ժամանակ, որպեսզի տներ ջուր հասցնեն, ոմանք ասում են գաղտնուղի է, ճանապարհ է, մենք քարանձավագետների խումբ եկավ, միասին մինչև վերջ գնացինք, պարզեցինք ինքը ինչ է, բայց հիմա չեմ ասի, գաղտնիք է, եկեք կպատմեմ ուր է գնում, որ երկիր է գնում, ուր է բացվում այս քյարիզը։ Դե ինչ իջնենք ներքև առեղծվածների հետևից։ Հաղորդման ամենահետաքրքիր պահն է։ Ահա եւ մենք Գյումրու տակ ենք։ Գյումրեցիները, որ ասում են գեդինը մտնիս, երևի սա նկատի ունեն։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք թունելում ենք։ Ամբողջությամբ ջրի մեջ է, սառա սոտկա։ Բադային ծաբեկների մեջ մենք։ Բայց հանուն ձեզ տեսեք, թե ինչ զողողությունների ենք գնել։ Իսկապես հետաքրքիր է, թե այս թունելն ուր է տանում։ Ճանապարհը այսպես տանում է, թե ուր է տանում ու ինչքան է տանում, չգիտեմ։ Բայց ամեն դեպքում գալ Գյումրի ու սա չնկարանել սուտ կլիներ։ Ձեզ համար ենք անում, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ ովքեր ունեն կլաուստրոֆոբիա, խնդրեմ, եկեք ու բժշկվեք։ Մենք խորացանք, գնացինք թունելով այնքան, որքան որ մեր պատրաստվածությունը թույլ էր տալիս, տեսակ որ ջուր էր, ցեխ էր, իսկ մենք այդքան էլ պատրաստված չէինք, որովհետև չէինք պատկերացնում, բայց խոստանում ենք, որ էլի ենք վերադառնալու ենք Գյումրի, ու այդ ժամանակ պատրաստված կլինենք ու վերջապես ցույց կտանք, թե ինչ կա այս թունելի վերջում։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի շարունակենք մեր բացահայտումները։
Գյումրիում եկեղեցիները շատ են, բայց մեր հաղորդման շրջանակներում որոշել եմ առանձնացնել այս եկեղեցին, որովհետև զբոսաշրջիկներին շատ քիչ է հայտնի, նույնիսկ տեղացիներին է շատ քիչ հայտնի։ Ռուսական Սուրբ Արսենի եկեղեցին, որը կառուցվել է 1870 թվականին։ Իսկապես, որ իր ճարտարապետությամբ, գեղեցկությամբ աչք է շոյում, 1930-ական թվականներին արդեն ԽՍՀՄ ժամանակաշրջանում քանդվել են եկեղեցու երկու գմփետները ու սկսել է արդեն գործել որպես որբանոց, որպես անասունների ախոռ, նույնիսկ որպես կինոակումբ։ Երկու 2010 թվականից այստեղ սկսել են վերանորոգման աշխատանքներ։ Այդ վերանորոգման աշխատանքները հիմնականում ընթանում են բարերարների ու հավատացյալների հանգանակության միջոցով։ Եղանակը խելագարվել է, մերթ արև է, մերթ անձրև, ամպրոպ, քամի, եթե գալիս եք Գյումրի, ապա անպայման պետք է հաշվի առնեք դա։ Ու եթե գալիս եք Գյումրի, ապա անպայման պետք է այցելել Գյումրի Էքսպրես ռեստորան, որովհետև այստեղ տիրում է հիանալի մթնոլորտ ու գործում են սպասարկման ոչ ստանդարտ մեթոդներ։ Եկեք ասեմ։ Ռեստորանն առաջարկում է բազմազան մենյու, հայկական խոհանոցից սկսած, վերջացրած իտալականով։ Գյումրի Էքսպրես գալը դառնում է մի ամբողջական արկած, իսկ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պատվերները մատուցում է սեղանների վրայով անցնող գնացքը։ Չեք հավատում, ինքներդ տեսեք։ Հաճույք ստացեք այս համերից, վայելեք այս հիանալի մթնոլորտը ու դարձեք այս համեղ ուղևորության մի մասը։ Շնորհակալություն։ Խոսքերն ավելորդ են։ Պետք է ուղղակի գալ Գյումրի Էքսպրես ու վայելել այս համեղություններով։ Իսկ հիմա ճանապարհը մեզ տանում է դեպի Գյումրու մշակութային կենտրոն։ Մեր առջևում է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, հայկական թատերարվեստի մարգարիտը իր ողջ վեհությամբ։
Գյումրու դրամատիկական թատրոնն իր դռները միշտ բաց է պահել իր սիրելի հանդիսատեսի համար, նույնիսկ ամենածանր ու անհուսալի ժամանակներում։ Այս թատրոնի բեմում ստեղծագործելը մեծ պատիվ է յուրաքանչյուր դերասանի համար։ Նա ով մեկ անգամ կխաղա այս թատրոնի բեմում, կզգա նրա մոգական ուժը։ Սա ես ձեզ վստահեցնում եմ որպես այս թատրոնի բեմում բազմաթիվ անգամներ խաղացած դերասան։ Իսկ այս հատվածում թատրոնի փառահեղ ներկայացումների մակետներն են, բեմի փոքր մոդելները, եւ որ նայում եմ ինձ մի պահ հետ է տանում անցյալ, օրինակ Վինադիլմար հիշիր վաղվա օրը 2014 թվական, ես նոր ուսանող էի առաջին կուրսի, բեմադրիչ երջանկահիշատակ Ռաֆայել Գրիգորյան։ Այս թատրոնում ստեղծագործել են ժամանակի մեծագույն արտիստները՝ Վարդան Աճեմյանը, Արուս Ասրյանը, Խորեն Աբրամյանը, Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը եւ այս շարքը կարող եմ դեռ երկար թվարկել, բայց այժմ եկեք գնանք ու տեսնենք, թե ինչ է կատարվում բեմում։ Գյումրու պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է իր հերթական պրեմիերային Աստրիդ Լինդգրեն, երկարակուլպա Պեպին։ Սա մի թատրոն է, որը պատմում է քաղաքի ուժի, կամքի եւ իհարկե ապրումների մասին։ Իսկ սա իմ սիրելի վայրերից մեկն է, որտեղ կարող եմ գալ, ժամերով նստել, թիկունքից զգալ հրաշքի էներգետիկան, դիմացից վայելել մեր մեծերի հուշարձանները ու դե իհարկե հետևել քաղաքի անցուդարձին, ու ոչինչ որ անձրև է, դա չի խանգարում հաստատ։ Ուր գնալ, դե իհարկե թատրոն, իսկ ինչու, առանց պատճառ, ուղղակի գնացեք թատրոն։ Եկել եք Գյումրի, փնտրում եք վայր, որտեղ կարող եք անցկացնել ձեր լիարժեք հանգիստը, ապա ես նրա համար եմ, որ ձեզ խորհուրդ տամ միմիայն բարձրակարգ հյուրանոցները։ Այժմ ուզում եմ ձեզ պատմել Արաքս հյուրանոցի մասին, որը գտնվում է Գյումրու հենց սրտում, այնպես որ ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջվի կենտրոն հասնելու համար։ Անկախ նրանից, գործնական այցով եք գալիս Գյումրի, թե ուղղակի հանգստանալու ժամանակ անցկացնելու, Արաքս հյուրանոցում դուք ձեզ կզգաք ինչպես ձեր տանը, հարմարավետ ու ապահով։ Իսկ սա լյուքս կարգի սենյակն է, մեծ, ահռելի չափսերի։ Իսկ ձեզ համար արդեն գաղտնիք չէ, որ մեծ հարմարավետ անկողինը իմ թուլությունն է։ Իսկ ահա այստեղից կարող եք վայելել Գյումրու տեսարանը։ Արաքս հյուրանոցի կարևորագույն առանձնահատկություններից մեկը մեծ, ահռելի կոնֆերանսների դահլիճը, որը նախատեսված է համաժողովների ու տարբեր միջոցառումների համար։ Ձեզ եմ ուզում ներկայացնել Արաքս հյուրանոցի գլխավոր զարդը։
մեծ հսկայական լողավազանը։ Ամրագրեցի իմ սենյակը Արաքս հյուրանոցում, իսկ հիմա դուրս գամ մի քիչ զբոսնեմ իմ սիրելի քաղաքով։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, թե ինչքան տաղանդավոր են գյումրեցիները։ Հենց այդ պատճառով է, որ շատանում են արվեստի կենտրոնները եւ թատրոնները։ Այժմ մենք գտնվում ենք Գյումրու մտորումների թատրոնում եւ ի տարբերություն քաղաքի մյուս թատրոնների, Գյումրու մտորումների թատրոնը իր դռներն է բացել 2020 թվականին եւ ինչն է հետաքրքիր, որ բոլոր թատրոններն ինձ հարազատ են, քանզի այս քաղաքի բոլոր թատրոնների բեմերին ինձ բախտ է վիճակվել հանդես գալ։ Այժմ մենք գեղեցիկ ու հաճելի զրույց կունենանք մտորումների թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ եւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր եւ դերասան Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը նաեւ հանդիսանում է իմ վարպետը։ Ուրեմն շատ երկար ժամանակ մտածեցի թատրոնի բացման համար, ինձ տարածք էր, պետք է դակրիր տարածք էր պետք է թամինը, որովհետև այլընտրանքային պետք էր տարածք քաղաքում, այլընտրանքային թատրոններ պետք քաղաքում, որ կունենար ակադեմիկան ոչ մի բան։ Դե պարզ է, ակադեմիկան թատրոնը իր կանոններն ունի, վարակույրն ունի, հարտակն ունի, որի վրա կարելի է խաղալ, բայց այս տարածքը բոլոր կանոնների ջնջեց ու անհրաժեշտ էր Գյումրում երկրորդ թատրոն, որը այլ հրամայական էր։ Ու երկար մտածելուց հետո այս տարածքը գտանք, շատ դժվարությամբ գտանք այս տարածքը ու որոշեցինք բացել Գյումրու մտորումների թատրոնը։ Ինչու մտորումներ, որովհետև յուրաքանչյուր արծարծվող հարց բեմում հանդիսատեսի մտորումներ առաջացնում։ Սա էքսպերիմենտալ թատրոն է, փորձարարական թատրոն է, համարձակ թատրոն է։ Շատ կարևոր է, որ արդեն քննություն վերցրեց։ Այսինքն հանդիսատեսը սիրեց թատրոնը եւ սկսեց գալ թատրոնը։ Արդեն 5 տարեկան է թատրոնը, բայց շատ դժվարությամբ, շատ երկար մտածելուց հետո սկսեցինք աշխատել։ Թատրոնը բացվել է 20 թվականին, այդ COVID պատերազմ ներկայացումները գրեթե չեն խաղում, գրեթե ներկայացումները խաղում ենք մայթեզերին երեկոյան, բայց ամուր գտնվեցինք, սկզբունքային գտնվեցինք ու 20 թվականի վերջում արդեն պրեմիերանով սկսեցինք ներկայացումները, որի մեջ դու ես զբաղված եղել այդ ներկայացումներից։ Ապագայում պլաններ ունենք բեմադրել Իսահակյանի Լիլիթը, մի անդրադարձ նաև Իսահակյանի 150-ամյակին ու շատ պլաններ կան, նաև շուտով բեմ կբարձրանա նաև մոնո ներկայացում Տիգրան Մեծը։ Շատ կարևոր է թատրոնը, որովհետև մեր առօրյայում մենք ամեն օր շփվում ենք թատրոնական երևույթի հետ։ Գնում ենք խանութ որպես հաճախորդ, մտնում ենք հիվանդանոց որպես հիվանդ, այսինքն խաղը էլեմենտը միշտ մեր մեջ կա։ Մենք մոռանում ենք դրա մասին, բայց ես համոզված եմ, որ թատրոնը նաև դաստիարակչական նշանակություն ունեցող երևույթ է, ինքնաճանաչման երևույթ է եւ յուրաքանչյուր մարդ պետք է այցելի թատրոն, որ իր մեջ առաջացած հարցականները գոնե թատրոնի միջոցով պատասխան ստանա։ Այդպես եմ կարծում, չգիտեմ։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հյուրընկալության համար։
ցանկանում եմ, որ բազում պրեմիերաներ ունենաք այստեղ, այս թատրոնի դռները միշտ բաց լինեն ու դալիճում ասեղ գցելու տեղ չլինի։ Դե իսկ դուք քարսնեք ուր գնալ, իսկ ես կասեմ թատրոն, որովհետև թատրոնը դա տոն է։ Գյումրի գալ հանգստանալիս ամենակարևոր նախապայմաններից է ճիշտ հյուրանոց ընտրելը։ Ով եթե ոչ ես, կարող է ձեզ խորհուրդ տալ, թե որ հյուրանոց ընտրեք։ Այո, ես Գյումրիում եմ ու իմ սենյակն ամրագրել եմ Գյումրիում ամենաշքեղ հյուրանոցներից մեկում, իսկ տարածաշրջանում առհասարակ ամենամեծ հյուրանոցում՝ Գյումրի հյուրանոցում։ Կոկիկության, մաքրության, շքեղության համադրումն է այս սենյակը։ Սենյակները բազմազան են, տարբերվող են, բայց ես ընտրել եմ այս սենյակը, որովհետև այս սենյակը ջակուզիով է։ Իջնեմ նախաճաշի, որից հետո էլ կիջնեմ քաղաք զբոսանքի։ Ինչպես արդեն նշեցի, Գյումրի հյուրանոցը տարածաշրջանում ամենամեծն է, 102 սենյակ, կարող է տեղավորել 300-ից ավել անձ, այնպես որ տուրիստական խմբեր, թվով մեծ ընտանիքներ գիշերելու մասին կարող եք երկար չմտածել, տարբերակը մեկն է, Գյումրի հյուրանոց։ Մոռացա ասել, որ առանձնահատկություններից, շքեղությունից, հարմարավետությունից զատ Գյումրի հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, Գարեգին Նժդե 5/10 հասցեում, բայց միևնույն ժամանակ այստեղ անաղմուկ է ու կատարյալ հանգիստ։ Գյումրի հյուրանոցը առաջարկում է նաև համաժողովների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ։ Եթե գալիս եք Գյումրի, ապա կարող եք տեղավորվել հենց Գյումրի հյուրանոցում, առավոտյան վայելել համեղ նախաճաշը, որից հետո էլ կարող եք դուրս գալ քաղաք զբոսանքի, իսկ հիմա գնանք տեսնենք, թե ինչ կա նախաճաշի սեղանին։ Շատ եմ ափսոսում, որ այս հոտերը դուք էկրանից այն կողմ չեք կարող զգալ, այնպես որ ձեզ մնում է միայն մեկ տարբերակ՝ գալ Գյումրի ու հանգրվանել Գյումրի հյուրանոցում։ Քանի որ հյուրանոցը լիքն է, ասեղ գցելու տեղ չկա, ես որոշեցի շուտ գամ նախաճաշեմ, որպեսզի ոչ ոքի չխանգարեմ, ոչ ոք էլ ինձ չխանգարի ու շուտ դուրս գանք քաղաք, միասին զբոսնենք ու միասին բացահայտենք Գյումրու ամեն անկյուն։
Հարիճավանքը միջնադարյան Հայաստանի վանական համալիր է եւ գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201 թվականին Իվանե եւ Զաքարե Զաքարյանների կողմից, իսկ հնագույն եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Իսկապես որ հզոր ու միևնույն ժամանակ խաղաղ էներգետիկա իր մեջ պարունակող վանք է Հարիճավանքը, իսկ հիմա առիթ կունենանք զրուցենք Հարիճավանքի վանահայր Տեր Վաչեի հետ, ով ոչ միայն Հարիճավանքի վանահայրն է, այլ նաև Հարիճավանքի տարածքում գործող Թրպանճյան ընծայարանի տնօրենն է։ Հարիճավանքի վանական համալիրը մեր միջնադարյան կարևորագույն վանքերից եւ սրբավայրերից է։ Իր պատմությունը սկսվում է վանքի 7-րդ դարից։ Այստեղ մենք տեսնում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 7-րդ դարում, թվագրված։ Այնուհետև արդեն 13-րդ դարի սկզբին 1201 թվականին կառուցվում է գլխավոր եկեղեցի, որը կրում է Սուրբ Աստվածամոր անունը։ Ինչպես բնորոշ է մեր հին վանքերին, այստեղ միշտ դպրոց է եղել, այսինքն վանական դպրոց է եղել, այստեղ սովորել են, կրթվել են, եւ ոչ միայն աստվածաբանական կրոնական արականներ, այլ նաեւ ընդհանրապես աշխարհիկ նաեւ գիտություն են ստացել, եւ իբրև այդ ամենի կարևոր շարունակություն արդեն 19-րդ դարում կարծես թե վերաբացվում է վանական դպրոցը այստեղ, հիմա ներկայումս արդեն կոչվում է Թրպանճյան ընծայրան Հարիճավանքի, բայց կարելի է լիովին ասել, որ դա այդ նույն կրթական ժառանգության շարավիղն է կազմում։ Պատմություն կա արդեն 18-րդ դարում 1790-ականներին, երբ որ ընդհանրապես Պարսից Ղալիման խանը, Շիրակ աշխարհականը, որ ինքն էր տիրապետում, նստում էր Արթի քաղաքում, եւ ահա մեկ այլ մահմեդական ցեղախումբ, հերոսակախումբ հարձակվում է Շիրակ աշխարհի վրա, հարձակվում է նաեւ Ղալիման խանի վրա, աղա Մահմեդը, եւ Ղալիման խանը փորձում է փախչել եւ ապաստան է գտնում հենց Հարիճավանքում, եւ երբ որ հարձակվում են գրավելու Հարիճավանքը եւ նաեւ գերի վերցնելու այդ Ղալիման խանին, ինքը խնդրում է, որպեսզի չկործանեն վանքը, քանի որ իրենք ամբողջը կործանելով եթում էին, գնում են, այսինքն ինչ որ կար, որովե շինություն իրենք բոլորը հողի են ավացարեցնում։ Այնքան շքեղ է վանքը, որ նույնիսկ Անշուշտ, այո, ինքն է աղաչում, որպեսզի վանքին ձեռ չտան, որտեղ ինքը իր փառապանծ գեղեցկությամբ բավական այսպես մարկային աչքին անտարբերության չէր տրվում եւ իբրև իր խնդրանքին ընթառաջ եւ նաեւ տեսնելով իրենք իրապես այդ վանքի գեղեցկությունն ու վսեմությունը ձեռ չեն տալ եկեղեցին եւ չի կործանում եկեղեցիները Հարիճավանքի եւ այդ պատճառով իրենք թողում են վանքը կանգուն, իհարկե գերեվարելով արդեն այդ Ղալիման խանին։ Երևի գնանք դպրոցի տարածքով շրջենք, դպրոցի հետ։ Այո, անշուշտ կարող ենք ներս մտնել արդեն մեր ուսումնական կրթօջախը հաստատ հետաքրքիր է։ Հայր Վաչե, շնորհակալ ենք ձեզանից։ Ես եւս սիրով Հարիճավանքի մասին ինֆորմացիա ունեինք, բայց որոշեցինք, որ դուք ել ավելի որպես այստեղի վանահայր մեզ ավելի հստակ, ավելի մատչելի, ավելի հարուստ
կպատմեք ու ինֆորմացիան կտակ ու հաստատ հեռուստադիտողները շնորհակալ ու մեր նպատակն է որպեսզի պատմական արժեք, կրոնական արժեքը ել ավելի մոտ պահենք մեր հայազգին։ Շատ ճիշտ է։ Ես եմ շնորհակալ ձեր հյուրընկալվելու համար, որ այցելեցիք մեր գեղեցկագույն վանքերից մեկ Արրջավանքը, որը նաև պատմագրության մեջ նշվում է իբրև Շիրակ աշխարհի գեղեցկուհի, այդպես է ընդհանրում կով ենք որոշել գալ, այլ ընտրանք չկար։ Մենք պետք էր Արրջավանքը անպայման շատ ճիշտ ընտրություն է կարել եւ վստահ եմ, որ պիտի այդ ընտրության մեջ մեծ հաջողություններ լինի։ Շնորհակալ եմ։ Ես եւս շնորհակալ եմ։ Արրջավանքի տարածքում կա այսպիսի գեղեցիկ ժայռից առանձնացված մատուռ ու այս մատուռի վերաբերյալ կա մի լեգենդ, ըստ որի սելջուկ թուրքերի արշավանքների ժամանակ սելջուկ թուրքերը ընկնում են իշխանադստեր հետևից, իշխանադուստրը փախչելով գալիս ու մտնում է այս մատուռ ու ըստ լեգենդի այնքան է աղոթում, որ չգիտեմ ինչպես ինչ հրաշքով մատուռը ժայռից առանձնանում է ու այդ ամենը սելջուկ թուրքերը տեսնելով վախենում ու փախչում են։ Ահա այսպիսի ուժ ունի հավատքը, այսպիսի ուժ ունի աղոթքը։ Դուք երևի ինքներդ ձեզ կհարցնեք, ուր գնալ Գալիկ Հանգստյան օրերին, իսկ ես կպատասխանեմ՝ Արրջավանք, պատմական եւ կրոնական արժեքները վերաբացահայտելու համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը Գյումրիում, Հայաստանի մշակութային սրտում, որտեղ ամեն անկյունում շնչում է պատմությունը, արվեստը, դե եւ իհարկե համը։ Իսկ եթե փնտրում եք մի վայր, որտեղ կարելի է համադրել այս ամենը, ուրեմն բարի գալուստ Շիրազ սրճարան եւ ռեստորան։ Շիրազ սրճարան-ռեստորանը մի վայր է, որտեղ կարող ես մոռանալ ժամանակի մասին, ընկնել մտորումների մեջ ու զգալ, թե ինչպես է պոեզիան դառնում իրականություն։ Շիրազում ամեն բան հիմնված է մարդկային պարզ շփման վրա։ Կապ չունի այստեղ առաջին անգամ եք եկել, թե որերորդ անգամ, այստեղ ձեզ դիմավորում են ու ողջունում են այնպես, կարծես վաղուց են ճանաչում։ Եվ հենց այդ մարդկային պարզ հարաբերություններն են, որ հաճախորդներին ստիպում են կրկին ու կրկին վերադառնալ Շիրազ։ Շիրազ ռեստորան սրճարանը դա պարզապես ճաշելու վայր չէ։ Այստեղ ջերմությունը, սերը, կոլորիտը, համերը ամբողջը դառնում են հուշեր։ Իսկ դե իհարկե էլուր առանց մեր անդավաճան գործընկեր Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի Սարգոն գինու։ Այս ամենը զարդարում է Սարգոն գինին։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, ես ճաշեմ, հավաքվեմ էներգիայով, վայելեմ Շիրազ սրճարան եւ ռեստորանի այս մեղմ յուրահատուկ մթնոլորտը ու շարունակենք մեր եթերը։ Ուզում եմ անկեղծ կարծիքս ասել, ամեն ինչ Շիրազի պոեզիայի նման նրբագեղ է ու էսթետիկ։ Իսկ հասցեն Հովանես Շիրազ 31, քաղաքի հենց սրտում։ Ինչքան էլ քայլենք Գյումրու փողոցներով, միշտ թվում է, թե ինչ-որ բան աչքից թաքուն է մնացել։ Գյումրին այդպիսին է, ինչքան մենք մոտենում ենք նրան, այդքան նա փախչում է դեպի իր խորքը։ Եվ հաղորդման ավարտին ուզում եմ հնչեցնել Շիրազի տողերը նվիրված Գյումրուն, ծաղկիր իմ սուրբ ծննդավայր, այնքան որ գամ չճանաչեմ,
կամ դրախտում իբրև ման գամ, յուրաչք դառնամ չճանաչեմ։ Մենք էլ ետ կուկանք։ Իսկ եթե դուք չգիտեք թե ուր գնալ, հանգիստ եղեք։ Կյանքը օրը կտանին դեղ, որտեղ ցեզի սիրով կսպասեն։ Հաջողություն Գյումրի, մինչ նոր հանդիպում։